Հայր Աստված գոհանում ենք քեզանից եւ շնորհակալ ենք Տեր քո մեծ գործերիդ համար։ Շնորհակալ ենք որ Տեր իմ Աստված ջան դու զարմանալի Աստված ես եւ ամեն օր նոր ես։ Այսօր հանձնվում ենք քեզ, մեր սիրտը, մեր հոգին։ Դու մեզ հետ խոսիր ով Աստված։ Թող որ Տեր ինչ որ այսօր խոսվում է, վերցնենք եւ Տեր իմ Աստված ջան կատարենք, որ դու փառավորվես Տեր իմ Աստված ջան մեր կյանքի միջոցով։ Փառք քեզի, ամեն։ Տարիներ առաջ այն ժամանակ որ նոր սելֆոնի եկել էր բջիջային հեռախոս, այդպես ասեմ որ շատ հայրենի։ Պատած ժողովրդին հիմա մեր մոտ սովորական էր օգտվում, բայց պատած ժողովրդին ծմիր փողոց այդպես իրանց հետ խոսում են։ Ասենք անում արտես չլի էս մարդիկ գժվել են, խելքներ ձեռքից տվել են։ Ինչու էս մարդը փողոցում քայլում եւ գնում։ Այն ժամանակ ամենը ծանոթ չէին որ Bluetooth էլ կա եւ կարող են մարդիկ խոսան Bluetooth-ով, բայց մենք կարծում ենք այդ մարդիկ իրանց խելքը ձեռքից տվել են եւ իրանց հետ խոսում են։ Եվ հետաքրքիր է այսօր իմ մեջ Աստված տեսրեց որ մենք մեզ հետ ինչպես ենք խոսում, մենք ինչպես ենք մեզ հետ վարվում, ինչ բաներ ենք ասում այն ժամանակ որ մենք մենակ ենք մեզի։ Ուրեմն քարոզից նյութը սա է, ինչ ես հրամայում քո հոգուն։ Գիտեք, հրամայելը շատ կարևոր մի բան է։ Աշխարհի սկզբից մի բան Աստված արավ եւ ինչ որ ուզում էր անել իր ստեղծագործությունը, ամենակարևոր բանն է որ Աստված հրամայավ, ամեն։ Եվ որ Աստծո խոսքը նայում ենք, ասում է Աստված ասավ եւ եղավ։ Հրամայելը շատ կարևոր բան է։ Այսօր ուզում եմ խոսամ, ինչ ենք մենք հրամայում մեր հոգուն։ Եթե մենք չենք կարողանում մեր հոգուն հրամայենք, դժբախտաբար սատանան կհրամայի։ Գիտեք, Աստծո խոսքի մեջ տեսնում ենք, սատանան ումին որ մոտենում է, հրամայում է նրան։ Հիսուսին որ մոտեցավ, ինչ հրամայավ, ասա այս քարերը հաց լինեն։ Ասա որ, չգիտեմ, դու գնա եւ քեզ եւ վերևից քսի ցածր, հեշտակներ կան քեզ կբռնեն։ Ուրեմն հրամայելը շատ կարևոր մի բան է եւ այս գաղտնիքը սատանան գիտի։ Եվ հետաքրքիր մի բան կա, որ Աստծո խոսքն ասում է մեր զորությունը ինչի մեջ է, մեր զորությունը մեր լեզվի մեջ է։ Եվ որ մեր լեզուն խոսում է, ինչի մասին է խոսում մեր հոգու հետ։ Արդյոք մեր հոգին մեր կոնտրոլի տակ է թե ոչ։ Գիտեք, ամենադժբախտ բանը որ մարդու համար պատահավ, այդ իշխանությունը որ հոգու վրա պետք է մարդը ունենավ այդ իշխանությունը ձեռքից տվավ։ Եդեմի պարտեզի մեջ ուրեմն Եվան եւ Ադամը չկարողացան իրանց հոգուն, իրանց կոնտրոլի տակ պահան եւ չկարողացան սատանայի հրամանը իրանք ոչնչացնել։ Սատանան մոտեցավ Եվային, դու այս պտուղը կեր եւ եթե ուտես, Աստծո նման կլես։ Եվան ասավ, Աստված ասրա չուտենք։ Ես ասում եմ կեր, եթե ուտես ոչ մի բան չի պատահի։ Աստված որովհետև չի ուզում դու իր տեղը բռնես, քեզի ասել է որ չուտես, արգելել է քեզի։ Այսօր մենք ինչ ենք հրամայում մեր հոգուն։ Հրամայելը հոգուն շատ կարևոր է։ Գիտեք, երբեմն մարդիկ որ իրանք իրանց հետ խոսում են, մարդիկ որ իրանց հետ խոսում են, այս շատ վատ բան չի։ Ինքն իրեն իր հետ խոսալը տարածված է հաճախ օգտակար մի բան։ Օգտակար է մեզ համար, եւ որ մենք նստում ենք եւ մտածում ենք եւ խոսում ենք մենք ինքներս մեր հետ։ Երբեմն երեխաներին տեսնում եք, խաղալիքներ շարում են եւ սկսում են խոսալ դրանց հետ։ Գիտեք, որտեվ պետք ունի երեխան սովորի, communicate անի, կարողանա հասկանա եւ այդ խոսալը իր հետ իր ուղեղը ավելի է զարգացնում։ Մենք էլ որպեսի հավատացյալներ պետք ունենք մեր անձի հետ խոսալ։ Արդյոք մեր անձը այսօր պատրաստ է որ այն անի որ Աստված ուզում է թե ոչ։ Ինչ հրաման ես տալիս քո հոգուն։ Կյանքը լի է ինչերով, լի է աղմուկով, կյանքը լի է պատասխանատվություններով, կյանքը լի է պատերազմներով։ Զղջումներ կա մեր կյանքի մեջ, վախեր շատ կա մեր կյանքի մեջ։ Սաղմոսագիրը ասում է մեր հոգին կարող է լսել եւ ինչ անել եւ ենթարկվել։ Մեր հոգին կարողություն ունի,
որ լսի եւ ենթարկվի։ Դավիթը խոսում է իր հոգու հետ։ Նա ասում է օրհնիր Տիրոջը։ Հալելույա, օրհնիր Տիրոջը։ Եվ որ ասում է օրհնիր Տիրոջը, օրհնությունը ումի կողմից է գալի, միշտ ավելի մեծոտ, ավելի պաշտոնավոր մարդկանց կողմից է գալի։ Բայց արդյոք մենք կարող ենք Աստծուն օրհնել։ Մենք ով ենք որ Աստծուն օրհնենք։ Այստեղ որ Դավիթը խոսում է օրհնիր Տիրոջ, ով իմ անձը, այսինքն մենք ուզում ենք ինչ անենք, ուզում ենք Աստծուն հարգենք։ Ուզում ենք իր որոշումներին այո եւ ամեն ասենք։ Նա չի սպասում իր ազգացումները պատրաստվի, որ հիշի Աստծո ամբողջ այդ բաները, այլ իր անձը թափաստում Աստծո առաջ։ Այս հարցն այսօր հիմա մեզ է ուղղված։ Ինչ ես հրամայում քո հոգուն։ Սաղմոս ուրեմն 103, 1 եւ 2-ն այսպես ասում. օրհնիր Տիրոջը, ով իմ հոգին, եւ ամեն ինչ որ իմ մեջ է, թող օրհնի իր սուրբ անունը։ Ինչքան սիրուն երգեր երգեցինք, չէ՞։ Օրհնություն կար, փառաբանան կար Աստծուն, ներկայություն կար Աստծո ներկայությունը կար, որտեղ մենք բարձրացնում ենք Աստծո փառքը եւ Աստծուն պատիվ ենք տալի մեր երգերով։ Թող օրհնվի Աստված մեր միջոցով, իր սուրբ անունը մեր միջոցով օրհնվի։ Օրհնիր Տիրոջը, ով իմ հոգին, եւ մի մոռացիր իր բոլոր բարիքները։ Մարդը մոռասկոտ է։ Ամեն։ Մարդը մոռասկոտ է։ Պողոսն էլ ասում է, եւ որ նայում ես հայլի մեջ եւ գնում ես մոռանում ես։ Քո դեմքդ մոռանում ես, մարդը մոռասկոտ է։ Ինչեր կա մեր կյանքի մեջ, որ Աստված արել է, բայց այսօր չեն կարողանում հիշենք։ Պետք է մտածենք։ Ինչեր կա մեր կյանքի մեջ։ Ես առավոտնից որ աղոթում եմ, ասում եմ Տեր Աստված, շնորհակալ եմ, որ այսօր էլ կյանք ունեմ։ Մենք շատ բաներ ունենք մեր կյանքի մեջ, որ գալիս է եւ իրանց արժեքը մենք չենք իմանում։ Մատ երբ կա, որ ասում է որ լավ չեմ հիշում, որ ասում է որ Աստված տալիս է առատորեն ինչը, օդը շնչելու համար։ Աստված տալիս է լույսը մեզի, առանց մեզանից փող առնի։ Բայց մարդը դժբախտաբար այդպեսի չի։ Աստված շատ թանկագին բաները առանցի փող մեզ տվել է։ Ամեն։ Բայց մենք ինչ ենք անում։ Մենք արդյոք վստահում ենք Աստծուն, որ իր ամեն պատվիրանքները պահենք թե ոչ։ Մի մոռանալ։ Թողնենք որ մեր էությունը միշտ մեզ զգուշացնի, որ Աստված ինչքան կարևոր է։ Աստծո խոսքը հիմնված է ինչի վրա։ Հիմնված է հրամանների վրա։ Մենք այսօր եկել ենք եկեղեցի, որտեղ պետք ունենք հրամայենք մեր անձին։ Պետք ունենք ծեծենք մեր անձի գլխին։ Գիտեք Աստծո խոսքն ասում է մենք ամեն օր պետք է ինչ անենք, ամեն օր պետք է մեր անձը խաչի վրա դնենք։ Ամեն օր մեր անձը պետք է խաչենք։ Ինչու համար պետք է խաչենք։ Որտեղ մեր անձը խապուցիկ է, մեր անձը մեզ խապում է, մեր անձը չի ուզում Աստծո պատվիրանքները պահի, եւ մենք պետք ունենք ամեն օր խաչենք եւ տանք այդ անձի գլխին։ Ես միշտ ասում եմ, Աստված մեզ մեռելներից հարություն է տվել, հոգևոր մեռած վիճակից Աստված մեզ հարություն է տվել, բայց սատանան ուզում է, որ մեր մեռած մարդը հարություն տա։ Չթողնենք, որ մեր մեռած մարդը հարություն առնի, տանք այդ մեռած մարդի գլխին։ Դու էլ իմը չես, ես քեզ էլ չեմ պատկանում։ Ինչ որ եղել ես անցյալում է, ես ոչ մի հետաքրքրություն չունեմ քո վրա։ Եվ թողեք այսպեսի հրամաններ տան մեր անձին։ Օրհնիր Տիրոջը, Դավիթը սա նկատի ուներ այն իմաստով, որ այն օրհնումը եւ պատիվը, որ մենք պետք է ինչ անենք, Աստծուն տանք իր արած գործերի համար, համապատասխանաբար շնորհակալություն ներկայացնել Աստծուն։ Ովքեր կան, որ այսօր գոհունակ սրտով են եկել Աստծո ներկայությունը։ Հալելույա, գոհունակ սրտով եկել են Աստծո ներկայությունը։ Ովքեր կան, որ տրտունջով են այսօր վեր կացել։ Ինչեր են ասել մեր անձին։ Արդյոք մեր անձը այսօր ուրախ է, թե ոչ։ Եթե ուրախ չի, պետք է հրամայենք։ Ով իմ անձը, դու իրավունք չունես տխրես։ Ով իմ անձը, դու իրավունք չունես մեռնես։ Ով իմ անձը, դու իրավունք չունես բացասական մտածես։ Եվ այսօր թող որ
մենք կարողանանք այդ հրամանները տանք մեր անձին։ Երկրորդ բանը, երբ ասում ենք եւ ամեն ինչ որ իմ մեջ է, թող օրհնի իր սուրբ անունը, մենք հրավիրում ենք մեր սիրտը, մեր մտքերը եւ մեր գործողությունները միացան բարձրացնելով ինչի, գովելով Աստծուն, գովելով Աստծուն։ Դու կոչ ունես, դու հրավեր ունես, որ միայն հիշես այն բաներ, որ Աստված քո կյանքիդ մեջ արել է։ Արդյոք հիշում ենք։ Ինչեր կա, որ այսօր կարող ենք հիշենք։ Ես շատ բաներ կա, վտանգներից Աստված ինձ ազատավ։ Չգիտեմ, տարբեր վատ վիճակներից Աստված ինձ հանա։ Եվ երբեմն կյանքի դժվարությունը չի թողնում, որ մենք հիշենք Աստված ավելի դժվար վիճակից մեզ ազատել է։ Այսօր պետք է մենք սկսենք հրաման տալ մեր անձին, ով իմ անձը թող Աստծուն մենք փառաբանենք։ Սաղմոսագիրը ինչ ասում, մեզ հիշեցնում է, մեր հոգին կարող է ընտրել օրհնել Աստծուն։ Մեր հոգին կարողություն ունի, որ օրհնի Աստծուն։ Եվ եթե մեր հոգին չի օրհնում Աստծուն, մենք պետք է հրամայենք մեր հոգուն։ Օրհնիր ով իմ անձը։ Արդյոք օրհնում ենք Աստծուն թե ոչ։ Երբեմն մենակ ցանկություններն ենք բերում Աստծո ներկայության մեջ։ Ինչ որ ուզում ենք։ Տեր Աստված, այս տուր, այն տուր, այս բանն արա, այն բանն արա։ Բայց շատ թանկագին բաներ կա, որ Աստված մեր կյանքի մեջ անում է, եւ մենք կարող ենք մտածենք դրա մասին եւ ամեն օր փառք տանք Աստծուն։ Հովսեի 6-րդ գլուխ 6-րդ համարի մեջ ասում է. դու պետք է շնորհակալության աղոթներ բարձրացնեք։ Զոհեր, շնորհակալության զոհեր բարձրացնեք։ Աստուն պետք է մենք կարողանանք ճանաչենք։ Ուրեմն ինչքան կարևոր է ժամանակներ կա, որ մենք մտածում ենք Աստծուն մի բան տանք։ Ոչ մի բան Աստծո առաջին մարդու կողմից արժեքավոր բան չի, միայն մի բան արժեքավոր է։ Գիտեք այդ ինչն է։ Գոհություն տալ Աստծուն։ Դուք եթե այսօր ուզում եք Աստծո գործերը, որ ձեզ տվել է, փոխարինեք ինչով փոխարինեք։ Աստվածը սպասում է, որ մենք կարողանանք մեր բերանի զոհերով, շնորհակալության խոսքերով։ Ոչ մի բան Աստծուն չի ուրախացնում, բացի որ մեր աղոթքը բարձրացնենք եւ շնորհակալություն տանք Աստծուն։ Գիտեք, երբ որ սկսում ենք շնորհակալություն տանք Աստծուն, այս ման բանալի է։ Եվ որ շնորհակալ ենք, դրանից հետո օրհնությունը գալիս է։ Բայց երբ որ տրտուժ կա մեր կյանքի մեջ, օրհնությունը կտրվում է։ Այս ձևն է։ Աշխարհի ձևը այսպես է, մենք չենք կարող դրանք փոխենք։ Երբեմն մենք գնում ենք Աստծո ներկայության մեջ լացելով Տեր Աստված, այս բանը փոխիր եմ, բանն արա, այս արա, այն արա։ Բայց մենք պետք է կարողանանք մտածենք, որ պետք է Աստծուն օրհնենք։ Ամեն օր մենք ստանում ենք Աստծոց բազմաթիվ բարիքները, կյանքը, առողջությունը, ունենք ընտանիք, ընկերներ ունենք, եկեղեցի ունենք, խաղաղություն ունենք, բայց հաճախ մոռանում ենք գնահատելու դրանք։ Այս Սաղմոսը մեզ սովորեցնում է հիշել նրա բարիքները, գոհանալ ու օրհնել։ Օրհնել Աստծուն ոչ միայն խոսքերով, այլ մտքերով, զգացումներով եւ գործերով։ Նմանապես Աստծո Մատ կարևոր պատվիրանքներից, որ Հիսուս տալիս է, ասում է՝ սիրիր քո Աստծուն, քո բոլոր մտքով, էությունով, ամբողջ զգացումներով դու Աստծուն պաշտիր։ Ուրեմն օրհնությունն էլ այդպեսի է։ Մենք օրհնությունը ամբողջ մտքով ենք անում։ Մի բան գտնենք փառք տալու Աստծո համար։ Այսօր շնչում ենք, չէ՞։ Փառք քեզ Տեր Աստված, որ կարողանում եմ շնչել։ Այսօր քաղցած չենք։ Ունեցել ենք ուտենք, հանգիստ ունենք ունեցել, ռմբակորցության տակ չենք եղել, ազատության մեջ ենք։ Գիտեք այսօր ունենք հավաքված ենք այս եկեղեցում, երկիրներ կա, որ դու չես կարող ազատորեն նստես եւ Աստծո խոսքը լսես։ Չես կարող այնտեղ գնաս եւ Աստծուն պաշտես, որտեղ քեզ կսպանեն։ Նիջերիայում պատահավ, որ եկեղեցիների դուռը փակեցին հետևից եւ եկեղեցու ժողովրդին իրար ներսը վառեցին։ Ինչեր կա, որ մենք պետք է փառք տանք Աստծուն։ Ես երբեմն ասում եմ Տեր Աստված, ինչու ես։ Ինչու մենք։
Լավ մտածենք, ինչու մենք պետք է հանգիստ տեղ ապրենք։ Ինչու մենք պետք է ոչ մի դժվարություն չունենանք։ Ինչու մատ երեխա Աֆրիկայի մեջ հատ չունենա ուտելու, մեկ շաբաթ սովորության մեջ, բայց մենք առատորեն ուտում ենք, աղբամանն էլ լստում ենք մնացած գերագուրներից։ Ինչու։ Ես չեմ կարողանում հասկանամ Աստծո շնորհքը, բայց միայն մի բան եմ կարող ասեմ, Տեր Աստված, ես արժանի չեմ, բայց դու ինձ ինչ ես անում, դու ինձ կերակրում ես, դու չես թողնում, որ ես կարոտ մնամ։ Սաղմոս 23 հիշում եք, Դավիթը զարմանալի հասկացողություն ուներ Աստուն գոհաբանելու մեջ։ Եթե մահվան շուքի ձորումը գնամ չար բանից չեմ վախենա։ Իմանում էր Աստծուն, ճանաչում էր Աստծուն։ Ովսեի 6-րդ գլխի 6-րդ համարի մեջ ասում կարևորը սա է, որ մենք Աստծուն ճանաչենք։ Եվ Դավիթը կարողացել էր Աստծուն ճանաչել։ Եվ որ մենք Աստծուն ճանաչում ենք, ավելի շատ ենք խոնարհում։ Եթե այսօր չես կարողանում հրամայես քո հոգուն, մտածի, որ Աստված այսօր կանգնած է եւ դու պետք է մի բան տաս Աստծուն, արդյոք մեր փողերը Աստված կսիրի։ Արդյոք Աստված կսիրի մեր ուսումը։ Աստված կսիրի միայն ինչ մեր փառաբանանքը, ինչ որ մեր բերանից դուրս է գալի։ Օրհնենք Աստծուն ոչ միայն խոսքերով, այլ մտքերով, զգացումներով եւ գործերով։ Թող ձեր հոգին բարձրանա, գովքի երգով, հրաշալի եւ գնահատելով նրա մշտական բարիությունը, Աստված բարի է ամեն մարդկանց համար։ Հիշենք եւ ամեն օր գոհության աղոթ բարձրացնենք Աստծո առաջ։ Ուշադրությունով այս պոինտին լսենք։ Ուշադիր լինենք։ Դավիթը հրամայում է իր հոգուն։ Նա ասում է նրան. օրհնիր Տերոջը։ Գիտեք մի կռիվ կա մեր մեջ եւ մեր էության մեջ, որ արդեն փչացած է։ Մեր էությունը, որ մեղքի պատճառով հիվանդացած է, եւ Աստված հրամանների միջոցով աշխատում է, որ մեր հին հոգին, որ արդեն մեղքի տարված է, դրան կարողանա ավելի առողջացնել։ Եվ Դավիթը այս գաղտնիքն իմացել է, հրամայում է իր հոգուն, ով հոգի, պետք է սկսես օրհնել Աստծուն։ Եվ որ սկսում ես օրհնել Աստծուն, ճիշտ կարծես քո մեջի ջուրերը բխում են եւ թարմ ջուրերի համար տեղ է մնում։ Թարմ հոգու համար տեղ է մնում։ Եվ դրանով կարողանում է մեր մեջ ուրախություն եւ հանգստություն գա։ Եթե տխրություն կա մեր կյանքի մեջ, սկսենք Աստծուն պաշտել։ Սկսենք Աստծուն սիրել։ Սկսենք Աստծո ներկայության մեջ թռվրել, վազել եւ ուրախանալ։ Ինչ են մենք խոսում մեր անձի հետ։ Միքայելը բանը Սավուղի աղջիկը անունը չգիտեմ կարծա մի բանը պարսկերենով ասեմ ինչ Միքայել, հա, չէ։ Չգիտեմ, չեմ հիշում, մի անգամից հիշացի դրան։ Դժբախտաբար միտքս այնքան էլ լավ չի հիշում։ Դավիթը գալիս էր եւ ուխտի տապանակը բերում էր։ Եվ ասում եմ, որ ուխտի տապանակը բերելուց Դավիթը սկսում է ապարել, մերկացնում է իրան։ Այդ ներկացած ժամանակ ուրախությունով թռվռելով գալիս է եւ ուխտի տապանակը բերում է քաղաք։ Եվ Սավուղի աղջիկ, Սավուղ թագավորի աղջիկը իր սրտում ցած աշկով է նայում Դավիթին։ Իր հոգու մեջ ծաղրում է Դավիթին։ Եվ Աստծո խոսքն ասում է, որ նա Աստված նայեց դրա ծաղրանքը եւ միջով իր կյանքի վերջը չկարողացավ երեխա ունենալ։ Եվ Աստված անեց թողավ ներս մտի իր կյանքի մեջ, որտեղ ինքը իր հոգու հետ օտար մի բան արավ։ Հոգին մերը շատ կարևոր է, որ այսօր կարողանանք մեր հոգին կարողանանք թարմացնել։ Ուշադիր լինենք, ուրեմն ինչ ենք հրամայում։ Նա չի սպասում, որ զգացումները կան։ Նա ասում է իր հոգուն, հիշիր, գովաբանելը եւ գործել։ Գործիր, այդ գովաբանությունը գործիր։ Սա այն հարցն է, որ մեզ այսօր
տրվում է։ Ինչ պատվիրան ես տալիս քո հոգուն։ Այսօր չգիտեմ, որ դուք ոչ ինչ վիճակների մեջից եք գալի, ինչ կա քո մտքիդ մեջ, ինչ կա ձեր մտքի մեջ, բայց այսօր թողեք քննենք եւ զանազանենք։ Հոգուն կարելի է սովորեցնել։ Կարող է ձեզ համար նորություն ունենալ։ Մենք մեր հոգուն կարող ենք սովորացնել։ Գիտեք, մեր հոգու հետ challenge ունենալը շատ կարևոր մի բան է։ Պողոս Արաքյալը Հռոմեացիների 7-րդ գլխի մեջ 24-րդ համարի մեջ ասում է, այս ինչքան խեղճ մարդ եմ։ Բարին ուզում եմ անեմ, բայց չեմ կարող անել։ Մի բան կա իմ մեջ, որ պատերազմում է։ Բարին ու չարը իմ մեջ պատերազմում են։ Ես ինչքան խեղճ մարդ եմ։ Եվ ինչպես կլինի, ով է կարող ինձ այս մեռած մարմնից, այս մեռած հոգուց ով է կարող ինձ ազատի։ Այդ challenge-ը մենք այսօր էլ ունենք։ Ով է կարող մեզ ազատի այդ ներքին վիճակից։ Ուրեմն թողնենք, որ մեր հոգին հնազանդության տակ կա մեր էությանը, մեր մտքին եւ մեր սրտին։ Եվ այն ժամանակ կարող ենք Աստծուն լավ փառաբանենք եւ Աստծուն օրհնենք։ Մեր հոգին ուժեղ է։ Ինչու համար մեր հոգին ուժեղ է, որովհետեւ կարողանում է ստանալ Սուրբ Հոգու զորությունը, կարողանում է ստանալ այդ connection-ը, այդ հարաբերությունը, որ Աստծո հետ ունի։ Բայց պետք է մեր հոգին դասերակվի։ Դասերակությունը հրամանները, որ Աստծո խոսքը տալիս է մեզի, եւ այն փափակը, որ մենք ունենք, որ մեր հոգին ճշտվի, դարձնում է մի զորավոր մի մարդու։ Այսօր մենք պետք ունենք մեր հոգու վրա սկսենք գործել, ավելի զորացնենք նրան, հրամայենք այդ հոգուն։ Դավիթը ասում է իր հոգուն, վստահիր Աստծուն, Սաղմոս 42-5-րդ համար եւ 11-րդ համարը։ Նույնությամբ կրկնում է երկու անգամ Սաղմոս 42-ի մեջ Դավիթը 5-րդ համարի մեջ եւ 11-րդ համարի մեջ ասում է վստահի Աստծուն։ Պողոսը ասում է թողնել վատ բաները եւ մտածել լավ բաների մասին, թողեք համարները կարդամ ձեզ համար։ Սաղմոս 42-5-րդ համարը։ Ինչու է սրտում, ով իմ անձը։ Եվ շփոթված ես ինձանում, Աստծուն հուսացիր, որովհետև կգոհանամ, որտեղ էլ կգոհանամ նրանից, որ իմ երեսի փրկությունն է։ Ես կգոհանամ Աստծուց, որտեղ իմ երեսի փրկությունն է։ Հոգու դասերակելը կարևոր մի բան է։ Ինչու համար կարևոր է։ Հռոմեացի 8-րդ գլուխ 13-րդ համարը Պողոսն այսպես ասում, որտեղ եթե մարմնավորապես ապրես, կմեռնես, բայց եթե հոգով մարմնի գործերը սպանեք, կապրեք, ինչքան կարևոր է, որ հոգով կարողանանք ապրենք, ոչ թե մարմնային բաներով։ Հոգու հրամայելը նշանակում է օգնել այն, ինչ որ Աստված ուզում է, այն բանը, որ Աստված ուզում է, ոչ թե խեղդել մեր զգացումները։ Երբեմն մի բաներ գալիս է, մի զգացումներ գալիս է, եւ մենք այդ զգացումների վրա պետք է մենք տիրենք։ Երբեմն զգացումները գալիս է եւ մարդու քաջալերում է, որ այնինչ անի, որ Աստծո հագարակ է։ Երբեմն մեր զգացումները ուզում են մի բան անի, որ ցույց տան մենք Աստծուն սիրում ենք, բայց թողնենք, որ մեր զգացումները միջից չգնա, այլ ինչ անի, դառնա Աստծո խոսքի միջոցով մի կարևոր մի բան մեր կյանքի մեջ։ Մեր զգացումները գործում են Աստծո խոսքի համեմատ, եւ դրանով կարող ենք մենք հրամայենք մեր հոգուն եւ զորությունով կարողանանք Աստծուն պաշտենք եւ փառաբանենք։ Ուրեմն Սաղմոս 103-ը ինչպես է ասում, հիշիր Աստծուն, հիշի Աստծո բարիքները, օրհնիր նրա անունը։ Հիշիր Աստծո բարիքները, մարդը միշտ մոռացկոտ է։ Մեր հոգին հաճախ կենտրոնանում է այն բաների վրա, ինչ մեզ պատահում է, ինչ մեզ պակասում է, մի բաներ կա մեր կյանքի մեջ պակաս է, բայց մեր միտքն ու մեր հոգին կենտրոնացած է այդ բաների վրա։ Բայց Աստծո խոսքն ասում է, որ տեղ այդ բաների մասին մենք մտածենք,
մտածենք Աստծո պատվիրանքների մասին։ Հիսուս Քրիստոսն ասում է, որ ով որ ինձ սիրում է, իմ պատվիրանքներն է պահում։ Աստծո խոսքը ընդհանուր սկզբից միջով վերջ ունի հարյուրավոր պատվիրանքներ, հարյուրավոր հրամաններ, որ Աստված տալիս է։ Եվ Աստված Մովսեսին ասում է, հրամանները, որ ես տվեցի քո ժողովրդին, ասա, որ ինչ անեն։ Այս հրամանները պահեն, որտեղ եթե այս հրամանները պահեն, իրաց գետին կբժշկվի։ Համաձայն եք ինձ թե ոչ։ Արդյոք կարող եք հրամայեք այսօր անձին թե ոչ։ Մեր հոգին հաճախ կենտրոնանում է այն բաների վրա, որ մեր կյանքի մեջ կա պակասությունները, դժվարությունները, կամ մտածում ենք անցյալում արած սխալների մասին, երբեմն խժմտանքի ցավեր կա։ Ես եթե չգիտեմ այն ժամանակ այսպես բան չի արի, այսօր այսպես չէր լինի։ Չթողնենք, որ այդ բաները մեզի տանի, մեր հոգեկան կյանք խանգարի։ Ինչպես ասեցի, եթե մենք չհրամայենք մեր հոգուն, սատանան կսկսի հրամայել։ Եվ որ սատանան սկսում է հրամայել, խիղճ չկա նրա մեջ։ Սատանան թեկուզ իր հետևորդներին չի սիրում։ Սատանայի մեջ սեր գոյություն չունի։ Ուրեմն մենք պետք է իմանանք, որ կանչված են կռվելու։ Կանչված են կռվելու ինչի հետ, խավարի գործերի հետ։ Եվ առանց հրաման տալ մեր հոգիներին չեն կարող հաղթահարել այդ բաները, որ խավարի միջոցով գալիս է մեր կյանքի մեջ։ Ուրեմն Դավիթը չէր սպասում իր ազգացումները կար, այդ րոպեին իր ազգացումների վրա տիրում էր։ Հենց այդ րոպեին հրամայում է, հենց այդ րոպեին իր հոգուն բերում է իր զորությանը տակ։ Այսպեսով մեր հոգին կարող է հետևել նրա օրինակը։ Գիտեք, եւ որ խոսում են գոհաբանության մասին, ինչքան կարևոր է որ լավ նայենք այդ պատմությունները, որ պատահել է Հիսուս Քրիստոսի եւ ժողովրդի մեջ։ 10 բորոդ եկան Հիսուս Քրիստոսի մոտ։ Բորոդները բժշկվեցին, գնացին, բայց մենակ մի հոգի հետ եկավ։ Այդ մի հոգին որ հետ եկավ, հրյա չէր։ Այդ մի հոգին որ հետ եկավ, սամարացի էր։ Եվ եկավ ինչի համար եկավ։ Եկավ շնորհակալություն հայտնելու։ Շնորհակալություն հայտնելու։ Ինչքան են գոհանում Աստծուց, ինչքան ենք շնորհակալ։ Թեկուզ ամենադժվար պահերին էլ մենք պետք է շնորհակալ լինենք Աստծուց։ Այն ժամանակ, որ ես ընկա, որ ոսկորս կոտրվա, բոռում էի։ Շատ ցավը շատ էր։ Եթե մեկ անգամից հիշեցի, Պողոս ասում է ամեն ժամանակ գոհացիր Աստծուն։ Ամեն ժամանակ փառաբանիր Աստծուն։ Եվ այդ րոպեին սկսեցի, Տեր Աստված, շնորհակալ եմ, որ ինձ կենթանի պահեցի։ Շնորհակալ եմ, որ այս վտանգը ինձ չսպանեց։ Առիթներ գտնենք, վիճակներ գտնենք Աստծուն փառաբանելու համար։ Եվ այս բորոտը հետ եկավ Հիսուսի մոտ, շնորհակալության խոսքեր։ Եվ սկսեց շնորհակալ եւ փառաբանել Հիսուսին։ Եվ Հիսուսը ասավ. «Ուր են մյուսները»։ Հիսուսը սպասում է մեզանից, որ մենք շնորհակալ եւ գոհունակ սրտով շնորհակալությունով իր ներկայության մեջ կանք։ Երբեմն հավատացյալներին ես տեսնում եմ ամեն անգամ տրտունջ կա, ամեն անգամ մի բան կա, եղբայրոն եկես բանի մեջ ես ինչ անեմ։ Իրանց ասում եմ դուք Աստծուն ունեք, Աստծուց խնդրեք։ Վայ են մարդին, որ մարդու վրա է հիմք դնում։ Վայ են մարդին, որ քարոզիչի վրա է հիմք դնում։ Քարոզիչը մենակ մի հատ խողովակի նման է, որ առնում է մի բան Աստծուց, որ փոխարինի եւ տա մարդկանց։ Եվ այսօր շատ մարդիկ եկեղեցիների մեջ գալիս են, իրաց դժվարություններն ունեն եւ իրաց դժվարությունների պատճառով չեն ետում Աստծու մոտ եւ իրաց տկարությունը ինչ որ կա, Աստծու մոտ տանելով, հրամայել եւ ծեծելով իրաց հոգուն, մի թարմ եւ զորավոր հոգի ստանան։ Նայեք Դավիթ եւ որ ասում է ես մահվան շուքի ձորումն էլ գնամ, չար բանից չեմ վախենա, դրությունը շատ լուրջ է։ Մահվան շուքի ձորը ինչպեսի ձոր է, այդ վիճակն է, որ մարդը մեռնում է եւ պետք է անցնի երկինք։ Այդ ընթացքն է, որ մարդը իր հոգին տալիս է եւ պետք է անցնի որտեղ անցնի կամ դադաստանի, որ անցնի դժոխք կամ գնա դրախտ։ Այդ վիճակի մեջ Դավիթն ասում է ես չեմ վախենա։ Այդ մահի շուկը որ իմ վրա կա, այդ ժամանակ չեմ վախենա,
որտեղ Աստված ինձ հետ է։ Որտեղ Աստված ինձ հետ է, այսօր մենք ինչերից ենք անցնում, ինչ վախերից ենք անցնում։ Երբեմն մարդը մտածում է եւ խոսում է իր հոգու մասին։ Խոսում է ներողություն, հոգու հետ խոսում է։ Աստծո խոսքի մեջ Ղուկասի 17-րդ գլխի մեջ ասում մատ հարուստ մարդ բերք բերավ իր քետիները, շատ բերք բերավ։ Եվ ասում ինքը իր անձի հետ խոսեց։ Եվ ասեց որ օ կամ շտեմարանները ստորոքեն։ Բերավ եւ իր ստորեժները մեծացրավ, շտեմարաններ մեծացրավ եւ Աստված իրան ատամով հիմար մարդ։ Այսօր քո կյանքի վերջի օրն է։ Եվ այսօր դու կմեռնես։ Մարդը իր կյանքի մեջ շատ բաների մասին է մտածում, բայց երանի է մարդին, որ գողունակ սրտով Աստծո առաջ է գնում եւ գոհանում է այն բանով, որ ինքն ունի։ Այն բանով, որ ինքը ապրում է։ Արդյոք մենք պատրաստ ենք դժվար օրերի համար, որ գալու է շուտով աշխարհի վրա թե ոչ։ Ես հավատացած եմ, որ ուշ կամ շուտ շատ դժվարություններ պետք է լինի աշխարհի մեջ։ Ես չեմ ուզում դες վախացնեմ, ուզում եմ դες զգուշացնեմ, որ նորմալ կյանքը կարող է մեկ անգամից վերջանա։ 9/11-ի ժամանակ այդպես եղավ, մեկ անգամից ամեն ինչ բանալ է, միջից գնաց։ Մարդիկ օդի մեջ էին, ամենին հետ դարձրեցին, օդանավի մեջից հետ դարձրեցին նրան, որտեղ հայտնի չէր վիճակը ինչ կլիներ։ Օրեր կարող է կա, որ մենք պետք է զորությունով այդ վիճակի մեջ կարողանանք դեմարդեմ կանգնենք, եւ ամեն բանը գալիս է գողունակ լեզվից, շնորհակալ լեզվից, ինչքան մենք շնորհակալ ենք։ Ես մայրեր եմ տեսնում, որ շնորհակալ չեն իրաց երեխեքից, մայրեր եմ տեսնում, որ շնորհակալ չեն իրաց կյանքից, հայրեր եմ տեսնում, որ շնորհակալ չեն իր ընտանիքից, եւ դժբախտաբար մենք շատ բաներ ունենք եւ իր արժեքը չենք իմանում։ Աստված հրավիրում է, որ մենք գողունակ սրտով իր մոտ կանք։ Եվ երբեմն մենք շատ սխալ բաներ ենք որոշում մեր հոգու մեջ։ Ուրեմն Հակոբոսի 4-րդ գլխի 13 եւ 14 համարի մեջ ասում է դու երբեք մի ասա։ Նա ասում է երբեք մի ասա ես կգնամ այսինչ քաղաքը, գնամ այսինչ երկիրը, մի տարի ընդ կաշխատեմ, փող կվաստակեմ, կեթամ եւ գվայելեմ։ Ասում է երբեք այս բանը քո մտքից մեջ չանցնի, որտեղ մենակ Աստվածը գիտի, որ ինչ է պատահելու։ Ուրեմն մենք չզբաղվենք հոգու տկար վիճակի մեջ անցածնել մեր օրերը։ Պետք է մենք մեր հոգիներին զորացնենք։ Եվ դրա պատճառով Սուրբ Ոգին գալիս է ամեն մեկիս համար։ Սուրբ Ոգին գալիս է օգնելու մեզի։ Սուրբ Ոգին գալիս է սովորեցնելու մեզի։ Սուրբ Ոգին գալիս է, որ զորություն տա մեզի, գիտեք ինչի վրա։ Հրամայենք սատանայի ուժերի վրա։ Հրամայես դևային իշխանության վրա։ Չգիտեմ տեսել եք թե ոչ, այն ժամանակ որ Հիսուսի անունով հրամայում եք դևար մարդուն, դևը դուրս է գալի, բորռալեն փախնում է, որտեղ զորություն կա այդ բանի մեջ, որ դու արտահայտում ես։ Մենք եթե չզբաղվենք մեր հոգիները զորացնելու, չենք կարող պայքարել սատանայի իշխանության հետ եւ դևերի իշխանության հետ։ Եվ Աստված մեզի կանչել է եւ մեզի զորացնում է։ Հիսուսը 3 տարուկես աշակերտների վրա գործեց, որ իրանք կարողանային տիրին իրանց տկարությունները եւ հրամային իրանց հոգիներին։ Եվ որ 12 աշակերտներ նստած էին, Հուդայի մեջ ասում սատանան ինչ է լավ, Հուդայի մեջ մտավ։ Եվ Հիսուսն ինչ արավ, ասավ վեր կաց եւ գնա այդ բանը, որ ուզում ես անես գնա եւ արա։ Եվ այսօր մենք կանգնած ենք Աստծո առաջ, ոչ թե Հուդայի նման, այլ կանգնած ենք Աստծո առաջ որպես իր զավակները եւ թողնենք որ Աստծո հոգին գա մեր վրա եւ կարողանանք հրամայենք։ Չգիտեմ ինչ բան կա մեր կյանքի մեջ, որ այսօր պետք է հրամայենք։ Խնդրեմ ոտքի կանգնեք։ Եթե վախեր կա, եթե ուզում ես որոշումներ կատարես քո կյանքիդ մեջ, եթե կյանքիդ մեջ տխրություններ կա, որ ուրախության առաջ պահել է,
Եթե անցյալից վիրավորված ես եւ այդ վերքը տանում ես քո հետ, այդ հոգիը որ տանում է, եթե անհանգիստ ես, այդ հոգիը որ քեզ տանում է անհանգիստ վիճակի մեջ։ Եթե անհույս ես, այդ հոգու վիճակն է, որ հույս չկա քո համար։ Հոգիդ արդեն հույսը ձեռքից տվել է։ Բայց այսօր մեզ համար բարի լուր կա, որ կարող են գրամայեք։ Հրամայիր քո հոգուն։ Ով իմ անձը։ Օրհնում եմ Աստծուն։ Ով իմ անձը, գոնակ սրտով Աստծո առաջ եմ գալի։ Օրհնիր Աստծուն։ Հալելույա։ Ոչ մի բան ինձ համար կարևոր չի, բացի քո փառքը։ Ով Աստված, օրհնում ենք քեզ։ Շնորհակալ ենք ով Աստված։ Որ այդ առիթը տալիս ես, որ մենք հոգու ցանկությունները շղթահարենք ով Աստված։ Եվ քո ազատությունը Տեր, ազատությունը Տեր իմ Աստվածան հրամայեք։ Ով Աստված, հրամայում ենք ազատությունը։ Այն բանը, որ դու խաչի միջոցով արել ես, ով Տեր։ Դու ասեցիր այդ գողին խաչի վրա, դու այսօր ինձ հետ երկնքում կլինես, եւ քո խոսքդ միջով այսօր մեզ հետ կլինի, որտեղ քո խաչը այսօր խոսում է մեզ համար։ Եվ Տեր Աստված, շնորհակալ ենք Հիսուս, որ խաչի վրա Տեր հրամայեցիր մահին, ոչնչացրեցիր մահին եւ հարություն առեցիր։ Տեր Աստված, հրամայում ենք այդ տկարությունների, որ այսօր մեր մեջ կա։ Եթե գաղջ վիճակի մեջ ենք, եթե անհույս վիճակի մեջ ենք, եթե ուզում ենք որոշում կատարենք եւ չենք կարողանում, հրամայում ենք մեր անձին, ով անձ, ով իմ անձ, դու իմ իշխանը չես, ով իմ անձ, Հիսուս Քրիստոսն է իմ իշխանը, ով իմ անձ, դու հնազանդում ես ինձին, ով իմ անձ, դու պետք է պաշտես, ով իմ անձ, դու պետք է վստահես, ով իմ անձ, պետք է հնազանդես, հալելույա, շնորհակալ ենք ով Տեր, շնորհակալ ենք եւ փառք ու պատիվ ու զորությունը քեզ ենք տալի, հիմա եւ միշտ հավիտյանս հավիտենից, ամեն, հալելույա, փառք Հիսուսին,